Արի ախպեր ջան, արի իմ հարազատ, արի նստի։ Դուստը ինչ ես անում, արա քեզ չեմ ասա, աշկից չերևաս։ Հոփլը Միշո, դա իմ լավության պատասխանն է։ Ես չնեի հերեց առել էր դուրսը մնար։ Արա ոչ ինձ, ոչ է հորս քո արած ոչ մի լավություն պետք չի, հասկացար։ Հա, այդ քո մոտ մենակ ասելով է, չէ՞։ Այտենց հպարտ տղա ես հորը տիրություն արա։ Արա դու ասածներից հաշիվ տուլը քեզ։ Կարող եմ գլուխդ ջարդեմ իսկականից, էլի գնաս տնից, արա։ Հոպլայնա գոտ, հետո իմ հարազատն է, արի ախպեր ջան, արի։ Մենակ հետոյնա որ հետաքրքիր է իմ լավն ու վատը։ Վատը հաստատ հետաքրքիր է, բայց լավը չէ։ Տենում ես, չէ՞ Սերոբ։ Ես էլ իմ լավությունն է։ Բայց դե եթե դու էլ ես տենց մտածում, կարամ գնամ։ Դու ոչ մի տեղը չես գնում, ախպեր ջան, դու իմ հարազատն ես, ու վերջ։ Պապ, Ասի ձենդ։ ապեք էլ դուս արի դες տնից, շուտ արա։ Հակոտ։ Պապ, աղբորպես թո սնա տնից հանեմ հլը, գնաս դուս հլը հետո։ Ասի ձենդ։ Լապոտին եկե։ Ոչ ջախպեր ջան, արի։ Ալո, երո ուր ես, պիտի տեստեմ եք մի հատ։ Չէ, տուն չեմ ուզում գամ երո։ Լավ գալիս եմ։ Վայ աստված իմ։ Չէ, Լանջունի ջան, դու մեկ օրվա համար այսօր շատ էիր։ Դուս մտքով ինչ էր անցել, որ ինձ քաշ տվեց սրճարան։ Մամ, ինչ եղար, քեզ եմ սպասում։ Գալիս եմ, Էրիկ ջան։ Վալես, այս դու պապատ հաց շեկեր է։ Չէ, պապան սոված չէր։ Տարօրինակ է։ Ես ինչ հիշում եմ հերետ սոված է։ Բա եթե պապատ սոված չէր, երեքած սպասքում համարա։ Դե Միշոն է տանը, վերևն է։ Պիտի իջնի, որ հաց ուտենք։ Ինչ է վերև բարձրացել։ Դե նեղված է շատ մամ ջան հորից։ Համոզել եմ այսօր կգոնե մեր տանն է։ Ստացի եմ։ Խեղճ երեխա։ Այդ երեխան այդ անթասիբ հոր ձեռքը մի օր կցնդուի։ Պիտի ամեն ինչ անենք, որ Միշոյի տրամադրությունը մի քիչ բարձրացնենք։ Դու որ չասեիր էլ, ես դա արդեն հասկացել էի։ Դու գիտես ես Միշոյին ոնց եմ սիրում։ Միշ! Молодец. Մար, ինչ, մամատ ասել է, երբ ուզեմ կարամ գամ, ժամը կապ չունի, որովհետև այս տանը ինձ ուրախ են տեսնել։ Ճիշտ էլ ասել է, ուղղակի չէր ասել, որ գալով դրա համար էլ զարմացա։ Դե որոշել եմ քո օրինակին հետևեմ, անեմ են ինչ-որ մտքիս կա, հետո որ իմանաս։ Իմ օրինակին։ Ճիշտ է, մի քիչ կջղայնանաս, կզարմանաս, բայց դե կյանքդ հետաքրքիր անակնկալներով լի կանցնի։ Զգում եմ, որ լավությունս քթերով սա գալու։ Անուշարանգերս։ Ես չեմ ուտում, բալես։ Մամ, լավ էլի, իմ սարքածից չես ուտելու։ Ես վստահ եմ, որ շատ լավն է, բայց գիտես, այս ժամերին ես ծանր ուտելիքներ չեմ ուտում։ Հա, բայց նա ինչ ախորժալի տեսք ունի, վստահ եմ համն է իդեալական։ Դուք կերեք անուշարեք։ Կերեք։
Միշոն է սպասում։ Կեր չսարի։ Միշո, դու այսօր քեզ նման չես։ Չէ, դիկիլիզ ամեն ինչ նորմալ է, մերսի։ Մի երկու տես բաներ խնդիրներ կան, բայց կանցնեն։ Չեմ ուզում քեզ ավելորդ հարցեր տալ, ուղղակի ուզում եմ իմանաս, որ եթե հանկարծ ուզես խոսել կամ հասկանաս, որ ես կարող եմ քեզ ինչ-որ մի կերպ օգնել, ես այստեղ եմ, հա։ Շատ լավ դիկիլիզ է, շատ շնորհակալ եմ դրա համար։ Ու ընդհանրապես ձեր ընտանիքը միշտ իմ ընտանիքի կողքին ա եղել ամեն հարցով։ Որովհետև մենք քեզ իրոք շատ ենք սիրում ու վստահ եղեք, որ տենց միշտ է լինելու։ Միշտ եկեր էլի ախպեր։ Քո համար համով բան եմ սարքել։ Մի հատ կեր տես աղ բիբար բան, ամեն ինչ տեղն է, թե չէ։ Շատ լավ նայրես, ապրես։ Լուրջ ես ասում։ Հա, չիմանայի դու ես սարքել, կմտածեի մամայիս մատը խառն է։ Դե, որ ճիշտ ասեմ, մամայի մատը խառն է։ Ինքն է բերեց բան լցրել, դրա համար այսքան համով է ստացվել։ Միշո ջան, մայրիկիդ բուժումից ինչ նորություն կա, տեղյակ ես։ Հա, այդ արտասահմանի կլինիկայի հետ կապը Տիկին Արաշվեցյանն է պահում, այն օրը խոսել էր, ասաց բուժումը դրական ընթացք ունի, ամեն ինչ լավ է, մերսի։ Փառք Աստծուն, թող մայրիկդ շուտ լավանա, գա հասնի քեզ։ Մորսերը երեխայի համար աղոթքի նման բան է, համ սիրունացնում է, համ կյանքն է հեշտացնում։ Շնորհակալ եմ։ Դե լավ, ես գնամ քնեմ, լանջուրին այսօր ամբողջ օրս լարվածության մեջ է պահել։ Ես վերջերս շատ եք մտերմացել լանջունու հետ։ Էրիկ ջան, ես ու լանջուրին ոնց որ նույն հարթության վրա գտնվող զուգահեռ ուղիղներ լինենք, մենք նույնիսկ հատման կետ չունենք։ Իսկ պապիկը։ Պապիկը հատման կետ չի, պապիկը մի ամբողջ աշխարհ է։ Լավ, ես գնամ քնեմ, դուք անուշարեք, մի քիչ քնեմ հանգստանամ։ Մինչև լույս չնստեք, հա։ Սիրում եմ ձեզ, բարի գիշեր։ Մենք էլ քեզ ենք շատ սիրում, մամ ջան, հատկապես ես, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Միշո ջան, ես ուզում եմ դու իմանաս, որ դու մեր տանը կարող ես մնալ այնքան, ինչքան քեզ պետք է, ու առանց կաշկանդվելու։ Համարի ես էլ որ օրինակ քո մորակույրն եմ, ու առանց ամաչելու ինձնից։ Տիկինիձ անպայման, ես ձեզ հենց տենց էլ ընդունել եմ միշտ, բայց վաղը ամեն դեպքում կգնամ էլի, զուտ այսօր ուզեցի երեքի հետ մնամ, հա։ Ոնց ճիշտ եք գտնում։ Լավ, անուշարեք, երկար չնստեք, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Միշ իրոք, մաման քեզ ահավոր շատ է սիրում։ Այնքան շատ է սիրում, որ այսօր հետս չվիճեց։ Թույնը։ Հացկեր։ Լավ էլի մար, արդեն 1000 անգամ ասեցիր, համոզված եմ, որ դու էլ իմ տեղը լիներ, նույն կերպ կվարվեիր։ Դու էլ այնպես կաներ, որ ես ու Էրիկը խոսեինք, հանդիպեինք, հաշտվեինք իրար հետ։ Այնքան եմ ասելու, որ հասկանաս ու էլ տենց բան չանես։ Ես հաստատ քո հետ չէի վարվի, գոնե կխորհրդակցեի։ Մար վստահ եմ, եթե ասեի, որ ես ու Էրիկը որոշել ենք նենց անենք, որ դու ու Միշոն հանդիպեք իրար հետ, հաստատ դու չէիր գա։ Ու նույնն էլ Միշոն, դե որովհետև երկուստ էլ պոզերով եք։ Ճիշտ էլ կանեի, որ խոսեցինք ինչ բան փոխվեց։ Ես արդեն մտածում եմ, որ մեր հարաբերությունները էլ չեն վերականգնվելու։ Ու ոնց ես տենց գժվելով Միշոյի համար սենց սառը խոսում։ Որովհետև ամեն օր մի նոր բան է անում, որ ես իրանից հիասթափվեմ։ Օրինակ այսօր Տիգրանի հետի կռիվը ինչ էր։ Նենց էր նայում Տիգրանին ու ես իրանից վախենում էի։ Ու ում համար էր այդ կռիվը։ Մար դու ես նենց անում, որ Միշոն քեզ խանդի։ Նենց քայլեր ես անում, որ տղան խանդում է քեզ, ու այդ պատճառով էլ կռվում է։ Ես իրան խանդելու առիթ չեմ տվել։ Ու ես մեղավոր չեմ, որ ինքը վառ երևակայություն ունի։ Շուշի խնդրում եմ, հա, թեման փակի, էլ չեմ ուզում խոսենք իրանից։ Ամեն անգամ դու ես թեման բացում, բայց խնդիր չկա, փակենք։ Իրականում ուրիշ բանի մասին էի ուզում խոսեինք։ Դու գիտես, որ այդ հրեշը ու Լիդիան բաժանվել են։ Հա, Էրիկի հետ խոսել եմ, շատ բան չեմ հարցրել, որովհետև գիտեմ, որ շատ ծանր է տանում։ Պատկերացնում եմ, խղճերիկ։ Ինչի համար ես հարցնում։ Գնացել էի փաբ, որ Արմենին տեսնեմ։ Ինքը պատմեց ու հատկապես զարմացա, որ իմացա, որ այդ մոստերը Արմենի տանն է ապրում։ Լուրջ ես ասում, բայց ինչի համար։
Դե որովհետև ուրիշ ապրելու տեղ չունի։ Պատկերացնում ես։ Տարօրինակ է։ Տարօրինակը այն է, որ այդ զզվելին երեք եկել էր մեր տուն։ Ձեր տուն ինչի համար։ Դե իր ասելով ինչ-որ կարևոր բան էր ասելու։ Ճիշտ է, ես իրան նենց չորեցի, որ երևի մոռացավ ինչ էր ուզում ասեր, բայց դե հետաքրքիր է ամեն դեպքում ինչ էր ուզում ասեր, որովհետև հիմա էլ իրա մոտ չեմ էլ աշխատում, որ մտածեմ գործի հետ էր կապված։ Շուշ, ինչ ես մտածում։ Ինչի համար էր եկել։ Ինչ էր ուզում խոսեր։ Շուշի քեզ վատ ես զգում։ Հենց այդ հրեշի մասին խոսում եմ, վատանում ես։ Ջուր կբերես իմ բաժակ։ Հա, հիմա կբերեմ։ Բարիք ու շեֆ ջան։ Բայց չեմ հասկանում, երկար պետք է սպասեմ քեզ Արմեն։ Դե շեֆ ջան, գիտես, մինչև սաղ չեմ ստուգում, հանգից դուրս չեմ գալի, հետա ներող։ Ինչ անենք, տեղերով փոխվենք, հա, կարա դու քշես։ Չէ, շեֆ ջան, ինչ տարբերություն։ Համ էլ ես հոգնած եմ։ Բայց չեմ հասկանում, կողջ ոգել ես վարորդ հոտեմ, եկել եմ քեզ իստեից տուն տանեմ, դա հանգստացի։ Լավ էլի շեֆ։ Երկու ոտ տեղ է, հերու տեղ լիներ հաստատ նեղություն չէի տա։ Այդ ուրիշ բան։ Շեֆ, ոնց որ տրամադրությունդ բարձր է, հա։ Կարևոր հանդիպում ունեի, լավ անցավ։ Երույս հետ խոսացի։ Նստեցինք, ագին խոսացինք, տղես ագին դուք տվեց։ Արմեն հասկանում ես, մեծացել է։ Շփվում ենք ու հասկանում եմ, որ թեվու թիկունք է ինձ տղես։ Չնայած դու էդի որտեղից հասկանաս, այդ զգալու բանը հասկանում ես։ Դե շատ լավ է, շեֆ ջան։ Իրոք անկեղծ շատ ուրախ եմ քո համար։ Այ որ կարողանայի մի օր Մարիս հետ էլ հարաբերություններս կարգավորեի, գիտես ինչ լավ կլիներ Արմեն։ Բայց դեսի գալու է այդ օրը կտեսնես։ Գալու է։ Ու աղջիկս ինձ ներելու է ընդունի։ Ես վստահ եմ։ Սա ամեն ինչ անելու եմ դրա համար, որ աղջիկս ինձ հասկանա։ Շեֆ ջան, մենակ քեզ շատ եմ խնդրում, որ այդ ամեն ինչը մտածված անես։ Կներես, որ քեզ խորհուրդ եմ տալի, միգուցե այդ խորհուրդ տալու իրավունքն էլ չունեմ, բայց Մարին ասաց, որ գնացել ես իրանց տուն ու խոսել ես իրա հետ։ Ու այդ ամեն ինչը իրան ջղայնացրել է։ Հա։ Ինչ ասեմ անի։ Առանձնապես բան չէ։ Մենակ ասաց, որ ուզել ես ինչ-որ կարևոր բանի մասին խոսես հետը։ Շեֆ ջան, լուրջ ուզում ես խոսես հետը։ Հա, շատ եմ ուզում, բայց չեմ հասկանում որտեղից սկսեմ, որտեղից ավարտեմ։ Չգիտեմ Արմեն։ Համենայն դեպս չվրազես, որովհետև կարող է հակառակ էֆեկտ ունենա ու չկարողանանք հարթենք։ Լավ, ես չեմ դու ես։ Օրինակ դու իմ տեղը որ լինեիր, ինչ կանեիր, հա։ Դե Աստված շանի։ Չէ, շեֆ ջան, ուզում եմ ասեմ, որ դա շատ բարդ է, ես չեմ կարող քո տեղը լինեմ, որովհետև եթե լինեմ էլ, ես այդ բարդ երևույթին չեմ դիմանա, սիրտս կտրակի։ Իսկ եթե լուրջ մեկ-մեկ մտածում եմ, որ կարելի է Բերիկի միջոցով մտերմանալ Մարի հետ։ Չէ, Արմեն, մոռացի։ Ես կյանքում իմ երեխուն չեմ օգտագործի մյուս երեխուս հասնելու համար։ Այդ չլինելու բան է, չի կարա տես բան լինի։ Կներես շեֆ ջան, բայց էլ ուրիշ բան չեմ կարող առաջարկեմ։ Արի։ Էրիկ, Միքայել։ Էրիկ, Միքայել։ Սրանց նայ որ գնացել են։ Ստացեմ, մեքենան ձեզ է սպասում, դուք ոտքով եք գնում։ Հայ Էրիկ, ինչքան ես փոխվել։ Հա, պապ ջան։ Բարով Լիցիա ջան, ո՞նց ես։ Արդեն դպրոցում ես։ Նոր էի պատրաստվում, պապ ջան, դուրս գալ։
Ես էլ ասեցի ցանկ եմ հետդ խոսամ, իմանամ, որ լավ ես, որ հանգիստ կնեմ։ Լավ ես արել, պապ ջան, ես լավ եմ, դու ոնց ես։ Դե իմ լավ լինելը քո ու Էրիկիս հետ է կապված, Լիդիա ջան, որ դուք լավ լինեք, ես արտակարգ եմ։ Ֆայ պապ ջան, ուրեմն իմացի, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, դու էլ արտակարգ եղի։ Դրանից ավելի կարևոր բան չկա իմ համար։ Լիդիա ջան, ասա տեսնեմ, երեք ոնց անցավ։ Ինչ նկատի ունես, պապ։ Ռիմայի հետ հանդիպումը, երեք չպետք է հանդիպեիք։ Վայ պապ, լավ էլի, մենակ չասես, որ այդ լանջուն ու հանկարծակի ջերմության ու սիրո ժայթման հետ դու կապ ունես։ Դե ոնց ասեմ, ուղղակի Ռիմայի հետ խոսացի, ասեցի, որ մի քիչ նեղված ես վերջին շրջանում ու խնդրեցի, որ ուշադիր լինի քո հանդեպ։ Ինքն էլ ասեց, որ կողքիդ կլինի։ Պապ ջան, ես իհարկե հասկանում եմ, որ դու իմ մասին ես մտածում, անհանգստանում ես, բայց խնդրում եմ, պապա, Ռիման ինձ գործից դուրս պետք չի, իր հետ շփումը ինձ պետք չի։ Խնդրում եմ, բալես, մի մոռացիր, որ Ռիման ինձ համար շարքային մահկանացու չի։ Գիտեմ, պապա, գիտեմ ու դա ինձ չի խանգարում, բայց ուզում ամբողջ աշխարհը իմ կողքին լինի, ինձ ոչ ոք պետք չի, ինձ պետք ես դու ու Էրիկս, որ եթե ես ինձ ված զգամ, նեղվեմ, կարողանամ հույսս ձեր վրա դնել։ Ցավը տանեմ աղջիկս, բա որ իմանաս ես ինչքան եմ ուզում տենց լինի։ Շատ եմ կարոտել, պապ, սարսափելի կարոտել եմ։ Լավ, պապ ջան, ես գնամ, քեզ բարի գիշեր եմ մաղթում, գրկում եմ, համբուրում եմ։ Չոփնենց ուշադիր ես արտագրում, ոնց որ Տիկինիցյան հավատալու է, որ դու ես արել։ Հաս ջան, կարևորը էջերը դատարկ չմնան։ Վերցրու, վերջ։ Մի վարժություն չեմ գրել, բայց այդ ոչինչ։ Ապրես, դու իսկական նեղ օրվա անկեր ես։ Այսպես որ շարունակես, քեզ մի հատ շոկոլադ կառնեմ։ Լավ, արս։ Կյանքս կներես օրեսօր քո հետևից չի գցում։ Միշոն մեր տանն մնաց է։ Դից իրար հետ եկանք։ Գիտես, որ ես տենց սթից բաներից չեմ նեղանում։ Էլի խնդիր կա իրենց տանը։ Այն էլ մեծ լուրջ խնդիրներ։ Չգիտեմ եւ տանկից ոնց է դուրս գալիս։ Բայց կպատրաստվես այսօր իրար հետ տեղ ունենք գնալ։ I am ready. Ուզում ես ասես, այսքան շուտ բոլոր նախադասությունները կազմեցիր։ Իե, բամոտ։ Ես պիոներել եմ եղել, հոկտեմբերիկել եմ եղել, ամեն ինչի առաջամարտիկ եմ եղել։ Զարմացնում ես քերի Թորոս։ Ասեմ, որ ճիշտ ես գրել։ Մի հատ կարդամ Պրայզնաշենյանել ստուգի, էլի։ Ասա։
My name is Toros. I am good boy. I love my home, my Yerevan, my family. I love black coffee and orange juice. I love Dukhik. Զարմացնում ես կերիտորս, ասեմ, որ շատ լավ է ստացվում։ Իհարկե, թերություններ կան, բայց որ սենց շարունակես, շատ շուտ կսովորես, ինձնից լավ կխոսես անգլերեն։ Ուզում ես ասես ստացվել, հա? Բայ իհարկե, բոմբում ես։ Բայ Դուխիկ ջան, ինչքան շուտ կա այդ օրը, այնքան ավելի շուտ մաղարիչ կստանաս ինձանից։ Դե արի ես բոլոր բա այնքան լանջում ինչի եկետ ես է։ Արի։ Թորոս, դու… Ինչ է Դուխիկ։ Դուխիկ, Դուխիկ, քնեցիր։ Վայ, սպասի, մտքի թռիչքա։ Տես, ես ինչքան ժամանակ կա, լայվ չեմ արել, դե միտք չկար էլի։ Բայց, կարելի է քեզ հետ լայվ նկարել։ Ինչ նկարել։ Դե քո լեզվով ասած, բլոգիս համար մատերիալ։ Դե շուտ արա գնացինք դահլիճ, քանի լանջոնին չի եկել։ Բայց ախր լանջոնին կգաք տեսնի, ես սեղ չեմ կնվաղի։ Բայ, Թորոս, կարևորը այդ պահին տեղում կլինես։ Գնացինք շուտ արա։ Թորոս արագացրու։ Բայ եկա։ Անակնկալս չստացվեց։ Մի րոպեով ոտքս քաշեցի սենյակից, եկար տեսար։ Ուզում էի իմ պատկերացրած ձևով քեզ նվերս հանձնեի։ Էս ինձ համար է, հա։ Այո, դուրդ գալիս է։ Ոյ, շատ։ Բա բույրը խենթանալու է։ Իսկ կարամ իմանամ ինչ առիթով սենց մեծ պատվի արժանացրեցի ինձ։ Անառիթ։ Ծաղկի խանութ էի մտել, այս կակտուսը որ տեսա, անմիջապես քեզ հիշեցի, որոշեցի նվիրել։ Լավը բանջարեղենի խանութ չես մտել, թե չէ մի հատ մեծ գլուխ կաղան բառած գալու էր, չէ։ Կամ բրոկոլի։ Մի րոպե չեմ հասկանում, այդ բանջարեղենների մեջից սենց բրոկոլի հետ եմ ասոցացվում քո մոտ։ Դե ինչ ասեմ։ Ոչ մի բան, հələ լավա վարունգի հետ չեմ ասոցացվում։ Ոնց ես կարողանում։ Կոնկրետ ինչը։ Կոնկրետ ամեն ինչը դարձնել բարդ, անհասկանալի իրավիճակ։ Բայց ես ընդհանրապես շնորհակալություն էի հայտնում, որ նեղություն ես քաշել ծաղկի խանութից ինձ համար կակտուս ես արել։ Իսկ մնացածը քո շնորհիվ ստացվեց։ Քո փոխարեն ցանկացած ուրիշը պարզապես շնորհակալություն կհայտներ։ Չոբան։ Շնորհակալություն, լաչար։ Երեք շատ ես տանջել տղաներին։ Ինչի շատ են բողոքել։ Չէ։ Ուղղակի տանջված դեմքի արտահայտությունից հասկացա։ Դե կարևորը հետևություններ անեն, հուսով եմ արել են։ Շատ խստապահանջ ես։ Բա ինչ էիր ուզում, թողը իրար գլուխ ջարդեն, հետո գնա այդ ջարդած գլուխները շոյի։ Չէ, իհարկե։ Ուղղակի նրանք հիմա այն տարիքում են, որ այդ պահվածքը որքան էլ որ չցանկանանք, նորմալ է։ Դա պետք է հաշվի առնել։ Հա, բան չասեցի, բայց եթե քո ասած այդ վարքագիծը չհղկենք, իրանց ճիշտ ուղու վրա չդնենք, այդ ուղու չեղվելու են։ Բայց քանի դու այս դպրոցում ես, նման բան թույլ չես տա, չէ՞։ Ոնց տեսնում եմ, մենակ տղաները չեն, որ հետևություն են արել։ Չես կարող չէ չկծել։ Չէ, որ քո կողքին եմ, չէ, անկախ ինձնից մեջից օծը արթնանում է։ Սխալ ես ասում, օծը չէ, չոբանը։ 7 Այսօր երկու անգամ պակաս էիր ասել չոբան, պիտի բերեիր տեղը լրացնեիր, չէ։ Չոբան։ Այն վերջինը ավելորդ էր։ Ոչինչ, դա էլ թող այսօրվա բոնուսը լինի։ Հա։
Ես ոնց է բախտդ բերել, որ սիրունս էլի լաչառ։ Ալո, Բարև Նախշուն ջան։ հայ Իդա ջան։ Նախշուն, այդ ձայնը մի տեսակ է։ Չէ, ուղղակի մի քիչ լավ չեմ զգում։ Երևի վիրուս է, ջերմություն ունեմ։ Բա այդպես հիվանդոց ես գնացել գործին։ Դե տուն եմ գալիս։ Շեֆն ասաց, տենց հիվանդ մի մնա։ Վայ, Նախշուն ջան, չգիտես, որ ես եղանակին բոլորը հիվանդ են։ Գնա տուն պարկի մի քիչ հանգստացի։ Հայ Իդա ջան, տենց էլ անում եմ։ Դե լավ նայր քեզ։ Լավ։ Նստեք։ Մագատետրերը բաժանիր։ Ես շատ դժգոհ եմ ձեր գրավորից։ Դասարանի մեծ մասը շատ վատ աշխատանքներ է ցույց տվել։ Բայց դե, իհարկե ես ձեզնից ավելին էի սպասում, չնայած ունենք էլ ինչ ունենք։ Հիմա մեզ մնում է միայն մի փոքր ավել աշխատել, որպեսզի գիտելիքների բացը կարողանամ լրացնել։ Բացեք տետրերը, ուշադիր նայեք, թե ինչ սխալներ եք արել։ Չհասկացա, սա ինչ աշխուժություն է։ Տենց ակտիվ ձեր գիտելիքների հարցում եղեք։ Հիմա պետք է սխալները հասկանանք նախ եւ սկսենք ուղղել։ Ով է գալիս գրատախտակի մոտ։ Ինչպես միշտ քար լռություն։ Մարի։ Ես կպատասխանեմ։ Դու ինչ ես ստացել։ 9։ Այսինքն դու երրորդ խնդիրը լուծել ես։ Այո։ Լավ, բացատրիր թող հասկանամ, որովհետև մեծ մասը, գրեթե 90%-ը խնդիրը չի լուծել։ Լսում եք Տիգրան։ Կարալ չեմ բացեմ, ով է։ Նախշուն ես եմ, Իդա։ Իդա ջան, դուռը բաց արի։ Նախշուն։ Բայց ինչ ակո վիճակը։ Դե խմել ես։ Հա, ջերմություն ունեմ, դեղ խմել եմ, բայց հլը չի ազդում։ Հիմա կիչնի։ Հեսա թեյ կբերեմ քեզ համար։ Ջերմությունը դուր իջնի, հավով արգանակ է պատրաստել։ Կուտես մի անգամից կլավանաս։ Հա, վերջին անգամ չեմ էլ հիշում, երբ եմ այսքան վատ եղել։ Մամայիս բաղադրատոմսով եմ պատրաստել, անմահական է, որ ուտես մի անգամից ոտքի կկանգնես։ Իդա ջան, աղջիկս կգար ինձ հոգ կտաներ, ինչի ես նեղություն քաշեմ։ Այ ես քեզ քանի անգամ ասեմ, որ այդ էլ բառը ինձ չասես։ Լսի, էլ որ օրվա համար են, որ սենց օրերին իրար չօգնենք։ Մթա մենակ սենց օրերին, հա էլ օգնում եք էլի Իդա ջան։ Ոնց
այցու տրամադրությունը բացվեց, ոնց որ թե դեղը կամած ազդում է։ Էս շատ լավ է, դու հանգիստ պարկիր։ Ուզեմ էլ չեմ կարա վեր կենամ, սաղ ոսկորները սավում է։ Թե մուրաբայով կխմես, չէ։ Մենակ եշը կհրաժարվի քո սարքած մուրաբայից։ Հիմա կբեր։ Ահա, քո համար էլ չայ կդնես, միասին խմենք։ Անպայման։ Դուխիկ, ես ինչ է։ Եսի։ Բայց ինչի է տենցան։ Չգիտեմ։ Դուխիկ սա լրիվ ձերից գնում է, մի բան արա։ Փորձեմ։ Ֆարադեյ։ Ես կվարվեմ, ուր կդառնամ, ես կհալչեմ, ջուր կդառնամ, ես չգիտեմ։ Մի րոպե, ինչու դու ինձ խանգարեցիր եւ այն էլ ամենակարևոր պահին։ Ինչ ես անում։ Էս ինչ է վիճակդ։ Ես իմ եւ իմ սրտի տիրուհու համար շնորհականական ելույթ եմ պատրաստում։ Այսինքն։ Դա վերաբերվում է ինձ եւ Անուշին։ Խնդրում եմ դու չխառնվես։ Գիտեք, օրիորդ դուխավիկ, ես ձեզ շատ եմ հարգում ու սիրում, բայց խնդրում եմ ինձ չխանգարել եւ չխառնվել։ Լավ, շատ լավ։ Դե դու հիմա իջի Թորոսի հերթնա։ Թորոսն էլ է երգելու։ Չէ, ինքը արտասանելու է։ Իջի։ Ձեզ հաջողություն, քերի Թորոս։ Ուրեմն այն չի կան։ Ես խոսում եմ, հենց կամերան թեքում եմ քեզ վրա, լայն ժպտում ես։ Լավ է։ Կարող է դուխի էլ ցանել, դուխիկ ջան։ Թորոս, կամերայից այն կողմ ոչ մեկ քո դուխու հոտը չի զգալու։ Պարզ է։ Պատրաստ ես։ I am ready։ Հայ։ Գիտեմ, երկու շաբաթը լայվ չեմ արել։ Գիտեմ, որ ինչ շատ եք կարոտել, ես էլ ձեզ եմ շատ կարոտել, բայց հիմա եկել եմ ձեզ հետ մի հատ նորությամբ կիսվելու։ Ասում են, չէ, ուշ լինի, նուշ լինի, անուշ լինի։ Այս անգամ անուշ չի է, շատ անուշ է։ Ուրեմն տեսեք, թե ձեզ հետ ում եմ ծանոթացնելու։ Քերի Թորոսն է։ Սա այն մարդն է, որ ինձ ապացուցեց, որ սպիտակ մազերը տարիք չի։ Դա ընդամենը բնության միջամտություն է։ Տարիքի հետ կապված չի իմաստությունը, խելքը, ցանկությունը։ Ու Քերի Թորոսը մի քանի օր առաջ ինձ ապացուցեց, որ նա կարող է անել ամեն ինչ, այո։ Նա այս տարիքում զբաղվում է ինքնազարգացմամբ։ Մարաջան, մի օր սպասես։ Ինչով կպել ու չի փոխվում։ Շուշնան կներես էլի երկու բառ Մարի հետ առանձին խոսենք։ Ասա Տիգրան, լսում եմ։ Մարաջան, ես գիտեմ, որ դու լավ ես սովորում, բայց գրավորի արդյունքից հասկացա, որ լիքը բաներ կան, որ չես հասկացել։ Հետո։ Դե հետո են, եթե դեմ չես, դասերից հետո մի քանի օր իրար հետ պարապենք, ես քեզ կօգնեմ։ Տիկ, ես կարծում եմ, որ դե Միշտ թողած չկան, ինչ ես անում։ Քեզ ինչ։ Մարդկանց անձնականն է, ինչ գործ ունես։ Այդ ինչ կարևոր բան պետք է լիներ, որ դասից դուրս ու Միքայելի հետ։ Անհնար է, որ քո տղեն փող չունենա։ Սաղ օրը աշխատում է։
Ում վրա է ծախսում, եթե հոր վրա ափսոսում է փող ծախսի։ Մարի, Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց որ սխալ տուն ենք եկել։ Ես ոչ մեկին չեմ հարվածել Տիկին Լանջունի։ Այն էլ ինչպիսի հարված թիկունքից։ Եթե անգամ ասածը ճիշտ է, Տիկոնից չի հետաքրքրում։ Բա ով է հետաքրքրում մար։ Ես հետաքրքրում եմ։ Վանորդը չեմ կբացես, երևի մաման է բանալին է մոռացել։ Մեծագույն սիրով։